Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Հովհաննես Թումանյանի Ուլիկը հեքիաթը, սկսեցինք։ Խոր անտառում մի այծ է լինում, ունենում է մի գեղեցիկ ուլ, ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու, արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթն եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում, մայրը կաթ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։ Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը, մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթն եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը լսում ու պատասխանում. Էդ ով ես դու, չեմ ճանաչում, իմ մայրը այդպես չի կանչում, նա քաղցր ու բարակ ձայն ունի, քո ձայնը կոշտ է ու կոպիտ, դուռը բաց չեմ անի, գնա, չեմ ուզում քեզ։ Ու գայլը հեռանում է գնում։ Գալիս է մայրը, դուռը ծեծում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթն եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց է անում, կաթ է ուտում ու մորը պատմում. Գիտես մայրիկ ինչ եղավ, մի քիչ առաջ մեկը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ասում էր դուռը բաց արա, էնպես հաստ ձայն ուներ, էնպես վախեցա, դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա։ Պա Սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել, ասավ վախեցած մայրը, էդ գայլն է եկել է, որ քեզ ուտի, մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա գնա, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուրբ պոզերով։ Ահա և վերջ սիրելիներս, այս անգամ մեր փոքրիկների համար մի գեղեցիկ հեքիաթ Հովհաննես Թումանյանի գրածներից։ Կհանդիպենք հաջորդ հետաքրքիր հեքիաթների ժամանակ։ Ցտեսություն։